Եվ ընդհանուր 10 թվանշանը, որ մենք նայում ենք վիբրացիայով, ինչ կարող է բերել ամբողջ աշխարհին, նաև մեր երկրին, դա Բախտիանիվն է, համապատասխանում է կորած երջանկության գրքին և պատրանքների գրքին։ Տարվա հրեշտակը ինքը մարասպետն է և ծախսվածի մանտրան, աղոթք օգտակար ուժը, Աստծուն ուղղված խնդրանքը և նրա թռչունը դա կաչաղակն է։ Եվ եթե դուք շփվեք նրանց հետ, դա լավ լուր է ձեզ համար։ Անիվը նաև մեզ ցույց կարող է տալ, որ կյանքում ամեն ինչ կարող է կրկնվել, բայց մենք կարող ենք ոչինչ չունենալ անզուսպ ագահության պատճառով։ Անիվը կարող է պտտվել, ուշադիր հիշեք, ինչ ասեցի ես, դուրակ քարտով, զրոն։ Եթե դուք ինչ-որ բան եք գործել, կարող է ձեզ մոտ կանգ առնել հաջողության անիվը և բերել այն կարման, որը դուք աշխատել եք այս տարի, մարդկանց վիրավորելով, զրո, դուրակ քարտն է, անելով գործողություններ, նաև մեկը, դա լիդերներին է վերաբերվում, խաբեբաներին է վերաբերվում և այս շատ մարդկանց, ում դա չի եղել և ցածր էներգիայում են գտնվում, պատիժները անխուսափելի են լինելու, դուք կրելու եք այն պատիժը, ինչը ձեզ հասնում է, մինչև չմեծանաք, մաքրում անխուսափելի է լինելու պատիժների հետ միասին։ Անիվը մեզ ցույց է տալիս, որ մեր կյանքում ինչ կրկնվում է, բայց մենք կարող ենք ոչինչ չունենալ անզուսպ ագահության պատճառով։ Բայց ուշադիր եղեք, շատ իրարանցում անիմաստ ջանքեր կարող է լինել, եթե անիվը կանգ առնի։ Արագ հաջողություն կունենան այն մարդիկ, ովքեր լավն են ցանել։ Այստեղ ձգտումն էլ կարող է լինել, նաև կարող են գայթակղվել արագ վերելքի և մեր ցանկալին ինչ ուզում ենք հասնել պատրանքներով։ Ստե մի խաբվեք, հիշեք ոսկե ձկան հեքիաթը, որպեսզի ոչինչ չունենանք։ Հասկացաք, սա բավականին մեծ ուղերձ է իմ կողմից շատերին, որոնք չեն էլ հասկանում, թե անիվի, բախտի անիվի տակ ինչ է կանգնած հետևում իրականում։ Ամեն մարդ քաղելու է այն, ինչ տարի արել է, լուսավոր մարդկանց։ Սրբեք հողի տակ, նյութականից կախվելով, վաղը միսօր ձեզ մեղադրեք, այլ ոչ թե այն մարդկանց, ում դաշտ մտել եք, ում վիրավորել եք, փորձել եք խոչընդոտ դառնալ այդ մարդկանց։ Ձեր ընտանիքներում այդ խնդիրները բախտի անիվը բերելու, հենց այնպես չի բերելու։ Պատիժ